Գոյություն ունի այսպես կոչված Մասլոուի բուրգը, հա, ինչ որ միտեղ դա գալիս է անմիջական կենսական նշանակության խնդիրների լուծում, չգիտեմ, կոպիտ ասած տուն տեղ ուտելու հնարավորություն, մի փոքր անվտանգություն։ Սրա վրա բոլորը բարիշում են։ Մեծամասնությունը միշտ տեղ է կանգնում, որովհետև հետո գալիս է, ասենք, չգիտեմ, հասարակության համար կարևոր գործողություններ, ինքնաարտահայտում, չէ, իհարկե մենք հին ազգ ենք 6000 տարվա պատմություն ունենք, բան, ուղղակի մեր հին ազգի մեջ, որը այդքան պատմություն ունի, մարդկա ասում է Արարատը մեր հետ կապ չունի, եկեք Արագածի վրա յայլեկը սիրենք։ Հասկանում եք ինչ։ Այսինքն ցավոտ հարցերը բոլոր տեղերը նույն ցավոտ հարցերն են։ Սա մեկ, չէ, ասում եմ, այդ բոլոր տեղը տենց Հայաստանում եթե նկարագրենք, ոչ ոք չի փոխվում։ Նույն բանն է։ Մեծամասնությունը մեկը ասում է, ախպեր, ին գործի հետ, ինչն է ինձ համար կարևոր։ Okay։ Ցավոք սրտի, կյանքը եւ բանը այնպեսին է, որ դու չես կարող անել։ Մենք ասենք, լավ, չգիտեմ, երևի թե մարդիկ պետք է հասկանան, որ իրենց խաբել են։ Երբ որ վարչապետը դու ես, այդ 18 թվականի գորգրոցը, մի մասը բաներ հասկանում եք, երբ որ բացատրում էիր, ինչ են ասում քեզ, այ կանգնած եմ, այնտեղ հրապարակում կանգնած եմ, մարդիկ ասում ինչ եք ուրախանում, չեք հասկանում գլխարադանում, իրա վրայից մեղավորություն հանում է, հետո սա ընթացքում էլ ասում էր, ես պատասխանատու եմ, բայց միշտ հիմա էլ նույն բանն է ասում, այո, պատասխանատու եմ, բայց մեղավոր չեմ, չէ, այդպես չի ասում, ասում արեք հեղափոխություն։ Դա էլ է միշտ ես դա այս օրինակ դերում եմ դուք ավելի խիստ եք դերում հա որովհետև ինքը տենց է ասել ինքը հակասահմանադրական փոփոխության կոչ է արել իշխանության հակասահմանադրական փոփոխության կոչ է արել հետ են գալիս ինչի մասն է խոսքը հասարակության մեծամասնություն դուք ասում եք մեծամասնությունը միշտ տեղ կանգնում է պետք է հասկանալ մեր մոտ մեծամասնությունը ավելի քան 60% ավելի նույնիսկ ունեն ընդհանրապես միջնակարգ կրթություն լավագույն դեպքում ակնկալել, որ մարտով ինչ-որ ամենաշատը 10 դասարանի կրթություն ունի, ասենք ինքը պատճառահետևանքային կապերով կարա հասկանա, թե ինչն է առավելությունը սրական, նրա չի կարել։ Ուրիշ հարց է, որ այս ֆոնի վրա, սա հաշվի առնելով, քաղաքական ուժերը, որոնք գործել են մինչև 22 թվականի փետրվարի 24-ը, արտաքին գործոնները վուլգարիզացնում են եւ այդ վուլգարիզացրած տարբերակը 1000 բայց դա ոնց որ գեղեցիկ միջնադարի ռենեսանսի նկար, ասենք Տիցիանի նկարը վերցնես ու շատ վատ ռուսական պոռնո։ Իրանք Տիցիանի նկարի վրա մեր կինը վերցնում են, սարքում են ռուսական պոռնո։ Իրանք վերցնում են միջազգային հարաբերությունները, որոնք շատ նուրբ կարգավորման կարիք ունեն Եվ ասենք օգտագործելով 5-րդ գլխավոր վարչության FSB-ի նարատիվները, դրանից սարքում են բան, արևածաղիկի սերմ, սկսում են բաժանել։ Նիկոլը Պուտինին չընդունեց, դրա համար Պուտինը Ղարաբաղը ծախեց։ Չդիմավորեց։ Ռուսաստանը, հա, լավ չդիմավորեց, հա, չնայած մեր արարողակարգով չկա տենց բան։ Ռուսաստանը բա մենք ինչ անենք, Պրագայում ճանաչեցին, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, դրա համար Ռուսաստանը ոչ մի բան չարեց, բան, ասած հիմար, լրիվ հիմար, բայց դե հիմարը նոր Ազատ Արշակյանի հետ էի խոսում, բան, ես չեմ կարող ուրիշ ձև ասեմ, սա հիմարություն չի, սա սրիկայություն է, մարդ ով նման բան ասում, ինքը տականք է, իրան պետք է ապտակել, իրան պետք է հաց չվաճառեն, իրան պետք է ասեն հացի տեղը կգնաս, Ռուսաստանի դեսպանատան հետևի, երևի, այդ ադբրոսները իրանք որ շպրտում են, հետիկը լապես։ Մարդկանց շատ հեշտ է դրանով խաբել, որովհետև էմոցիան է։ Եթե այդ հույզերը չլինեն, մարդկանց հնարավոր չի հրամցնել քաղաքական պայքարը։ Նացիոնալ դաշտը այն պահից է, որ գալիս են քեզ հրավիրում են, քեզ հրավիրում են ու չես գալի, ինչպես ասում են, քեզ որ կանչում են, դու չես գալի։ Բարեհաճում։ Հա, չես բարեհաճում։ Դե հիմա եկել են կոպիտ ասած
Չէ, ուզում եմ ասեմ, էմոցիաների վրա են աշխատում։ Ով է էմոցիաների վրա։ ԱԱԾ-ի մարդիկ, որ ինչպես ժողովուրդը պաշտպանվի դրանից, որ էմոցիայից։ Որ էմոցիան Ախր էմոցիայից պաշտպանվելու համար նորից։ Չէ, որպեսզի չշահարկվի էմոցիան, ոչ չպաշտպանվելու էմոցիայից։ Այն պահից, երբ որ դու էմոցիայի մեջ ես, ինքը շահարկվում է։ Էմոցիան նշանակում է շահարկում։ Էմոցիայի տակ ռացիոնալ բացատրություն չկա։ Քեզ դուր է գալի կամ դուր չի գալի։ Էմոցիան լավ բան է իրականում։ Մարդիկ տենց ասենք սիրառում են, ընտանիքներ են կազմում, բան են։ Չէ, բայց հիմա Քարոզ Արշավի դրա վրա է հիմնված։ Նորից ախր ասեցի կրկնում եմ։ Քարոզ Արշավի մեջ խոսում է հանում եք, տեսնում եք, որ ինքը քաղաքական ուժ է, որը եղել է մինչև 22 թվականի փետրվարի 24, ասում եք ռուսական նավի հետևից։ Ասում եք բոլոր դեպքերում նայիր կետ առաջինը, դա 24։ Դա դժվար չի։ Սենց ասեմ, ընդ որում Սամվել Կարապետյանի զարմիկը եւս գոյություն ունի մինչև փետրվարի 24-ը, 22 թվականի։ Ինչպես։ Ինքը Ռուսաստանում է, ինքը ռուսական ներկայացուցիչ է այստեղ։ Հասկանում եք։ Փետրվարի 24-ին նես չի որ այդ բանն է, մարդիկ ովքեր Ռուսաստանի հետ կապնված են, չեն կարող Հայաստանում քաղաքական բան որոշեն։ Տրամպը հերթական անգամ ինքը նախ եւ առաջ ինքը իր ծրագիրը բաց ասում է։ Ինքը նես չի որ մի Պուտինը։ Չէ, Տրամպը տոպրակա։ Պուտինն էլ, Տրամպը նես չի որ բան։ Ինքը ամեն անգամ ընդ որում տպավորությունն է, որ չգիտեմ, երկու խուլու համար իրար մեջքով կանգնած ժեստեր են անում, որը մեկը էս պատին այդ ժեստ անում, մյուսը էս պատին, իրանք իրար չեն տեսնում, չեն հասկանում, կամ ձև են տալի, որ չեն հասկանում։ Բայց հեռախոսով 5 ժամ, 6 ժամ։ Տեսեք, երբ որ շատ Երջանիկ, հա, երբ որ շատ խելացի չեն բաները, դիսպուտ անողները, իրանք կարան խոսան սուտկեքով, կարան խոսան անգամ ուժած բառալ։ Ասմաով դուրը ծեցմին, նստի ես կբացեմ։ Հիմա իրանք չեն հասկանում ինչա կատարում, երկուսն էլ։ Այդ հեքիաթները նրա մասին, որ Պուտինը լճի սկսե, Պուտին դալ պռախոտ բան, անասունի մեկն էլ է դա։ Իրանք չեն հասկանում ինչա կատարում, դետ որ Ռուսաստանի ռուսամետ հայությունը տենց Ռուսաստանը լճի սկսե բան է։ Հայաստանում չի սկսել։ Չէ, Ուկրաինայում լճի սկսե, Ուկրաինայից ենք խոսել, Ուկրաինայից ենք խոսել։ Իրանք երկուսով նստած ոչ մեկը հասկանում ինչա կատարում, ոչ մյուսը։ Երկուսի դիրքորոշումը իրարա մերժ է, ինչպես Հայաստանի եւ Ադրբեջանի։ Իրանք իրարա մերժ են։ Ուղղակի Հայաստանը եւ Ադրբեջանը փոքր են։ Կարելի է ճնշել, օրինակ Ադրբեջանը նավթի գների անկումից դառել է կուրկուրի ձակ։ Եվրամիությունը Ադրբեջանից պահանջում է մատակարարվող գազի սերտիֆիկատ։ Ինքը 27 միլիարդ խորանարդ մետրի պայմանագիր է կնքել, որ Ադրբեջանի սաղ գազը այդ թվում, ասենք, իրանք գազ հնարեն էտել ծախեն, ասենք 3-4 միլիարդ չի լինում։ Ինքը պայմանավորվել է այդ գազը ծախել Ռուսաստանի գազը։ Հիմա Եվրամիությունն ասում է սերտիֆիկատ տուր, որ այդ գազը քոնն է։ Չի կարա։ Չի կարա ինչու, որտեվ Ադրբեջանից դեպի Թուրքիա գնացող գազամուղը առավելագույնը կարա սպասարկի 8 միլիարդ։ Դե նույնիսկ 8 չի կարա սպասարկի։ 27 ոնց է ծախում։ Ուրեմն Թուրքիայից է վերցնում։ Թուրքիան գազ չունի։ Թուրքիան դա բան, թուրքական այդ հոսքն է։ Ռուսաստանի գազն է, որ դեռ վերջ բրծել այն։ Տուրեցկի պատոկն է։ Անդեր մի հատ էլ Սոկարի մեծ Թուրքիայի ամենամեծ թար նավթամշակողը մցրեցին պատժամիջոցների տակ։ Մի հատ էլ վերջի փաթեթով Լուկոյլի ու Ռոսնեֆտի ունեցած է, որովհետև բանում Բուլղարիայում Բուրգասում այդ Լուկոյլի գործարան կա, որը Եվրամիության համար այդ տարածաշրջանի ամենամեծն էր, եւ Ալիկ Պերովի թեթև ձեռքով այդ բանը անցնում էր Ադրբեջանին հենա, եվրոպացի գիտեին դրա մասին, այդ էլ մսրեցին պատժամիջոցներին, տակ բրծավ։ Այսինքն Ալիևը նավթի գները ընկնում, բացի դրանից ես տենց բան չեմ ասել, բայց պաշտոնապես կարող ենք շնորհակալություն հայտնել այն հետախուզությանը, որը Բաքու Ջեյհանը բանը փչացրել է, տարողունակությունը մեջ այդ բանը քիմիական նյութերը ավելացրել են այդ մարդուն շատ։ Այդ չէ, այդ մարդը ում որ նստացրել են, ոչ կապ չունի։ Խիստ պատիժներ են։ Ոչ կապ չունի, այդ շատ երկար ժամանակ, այդտեղով այդ
ինքը ընդեղ 480 բարել օրեկան, 480,000 բարել օրեկան բաց թողում։ Մեղավոր են պարզապես Մեկին նշանակել են մեղավոր, բայց խնդիրը նրանում է, որ նախ այդ 480,000 բարելը դա 2015 թվականի տվյալներն է։ Դրանից հետո Ադրբեջանը չի հրապարակել։ Եվ մենք գիտենք, որ անկումը իրանց շատ մեծ է տարած տարի։ Այսինքն Azeri Light գրեթե չկա։ Եվ ինչ որ մի պահի հասկանալով, որ ինքը futuresները վաճառ է Azeri Light-ի, եւ այդ Azeri Light-ը գոյություն չունի, ինքը ինչ որ մի կերպ պետք է դա փակի ամեն դեպքում։ Նավթից փողը պրծել է, գազը ուզում են բան, սերտիֆիկատ։ Իսկ իր բյուջեն հաշվարկած է նավթի գինը $75 բարելի դիմաց։ Հիշացնեմ, որ հենց հիմա, երեք առնվազն խոսում ենք 56 էր։ Uralsi, ուրեմն երևի էդի $4 դեմպինգ ա գնում, պրեմիայով 60-61 կողմերը երևի բան բրենդներ, վստահ չեմ, բայց էական չէ, ամեն դեպքում իրանց ուզածից քիչ է։ Իսկ իրանց մոտ բյուջեի 80%-ն է ձևավորվում նավթից գազից, նավթամթերք գազ, եւ հետեւաբար դու ստանում ես ահռելի մեծ բյուջեի դեֆիցիտ, ահռելի մեծ ծակ, որը սոցիալական բաների, դրա համար ինքը տենց խելոքացել է։